Երրորդ նյարդի ախտահարումներում ամենահայտնի եւ դասական խնդիրներից մեկը դա երրորդ նյարդի կամ տրիգեմինալ նևրալգիան է, որը բավականին հաճախ հանդիպող է ընդհանուր նյարդաբանական պրակտիկայում եւ պետք է խոստովանել, որ միանգամից ասեմ, որ պացիենտները հաճախ առաջին հերթին դիմում են ատամնաբույժների, քանի որ ներգրավված են վերին ատամնաշարը, ստորին ատամնաշարը, նայած ինչ ճյուղեր են նյարդի ներգրավում, չմոռանանք նաև այն փաստի մասին, որ երբեմն կարող է առաջին ճյուղը ավելի հազվադեպ ներառվել, որը օֆթալմիկ ակնային ճյուղն է, այդտեղ արդեն կարող է նույնիսկ ակնաբույժի դիմեն պացիենտները, այսինքն այստեղ կարելի է բավականին այսպես մտածել, թե ինչ տարբերակիչ ախտորոշում ենք մենք ընտրում, ինչպես բացառել երկրորդային պատճառները, օրինակ առաջին ճյուղի դեպքում, քանի որ դա ատիպիկ լոկալիզացիա, մենք կարող ենք մտածել օրինակ հետհերպետիկ նևրալգիայի մասին եւ այլն։ Սովորաբար ախտահարվում են երկու սեռերն էլ, բարդությունների առումով հիմնականում դա կարելի ասել մոնոսիմպտոմ խնդիր է եւ մենք հիմնականում գործ ենք ունենում հենց այդ նևրալգիկ ցավերը հսկելու խնդրի հետ, որոնք շատ են ազդում պացիենտների կյանքի որակի վրա եւ էապես սահմանափակում են նրանց, հաճախ բերում են ինչ-որ սխալ որոշումների, ատամների հեռացումների եւ այլն, որը որ պետք է կանխել իհարկե ճիշտ ախտորոշումը դնելով եւ ճիշտ հետազոտելով օրինակ նույն ատամնաբուժական մասով։ Բժշկական օգնության տեսանկյունից հիմնականում իհարկե խոսքը գնում է արտահիվանդանոցային վարման բուժման մասին, պլանային կարգով եւ ներգրաված են սովորաբար նյարդաբանները, որոշ իրավիճակներում, ինչպես կնշեմ հաջորդիվ, նաեւ նյարդավիրաբույժները կարող են ներգրավել։ Գանգատների առումով շատ կարեւոր է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք ցավի բնույթին։ Ցավի բնույթը պետք է լինի նեյրոպաթիկ բնույթի, այսինքն մենք գիտենք, որ դա այսպես սուր, կրակող, ոչ երկարատև, սովորաբար համարվում է, որ այն կարող է տևել օրինակ 1 վայրկյանից մինչև 2 րոպե, եթե պացիենտը նշում է կայուն, երկարատև, ժամեր տևող նույն ուժգնության ցավ, իհարկե այստեղ դա անվանել տրիգեմինալ նևրալգիա, հենց հիվանդություն որպես ճիշտ չէ, կարելի է անվանել դա ցավային նեյրոպաթիա այդ նյարդի եւ փորձել հասկանալ որտեղից է խնդիրը գալիս։ Իհարկե այդ կլինիկական դրսևորումը, որը քիչ առաջ նկարագրեցի, այն կարող է ուղեկցվել նաեւ ֆոնային ավելի թույլ կայուն ցավով, բայց այդ կրակող նեյրոպաթիկ բնույթի տհաճ, այդ մռմուռի կամ այլ նկարագիրներով ցավը, որը մենք սովորաբար կիրառում ենք նեյրոպաթիկ ցավ ասելով, պետք է առկա լինի։ Եվ այդ ցավերը պացիենտները հաճախ նշում են, որ կարող են հարուցվել տարբեր ազդակներից, օրինակ սառը օդ, սառը ջուր, սնվելու գործընթացում կուլ տալիս եւ այլն։ Այսինքն այստեղ մենք կարող ենք բավականին լուրջ սահմանափակումներ ունենալ պացիենտի առօրյա կյանքում, քանի որ նա անընդհատ սպասում է, որ այդ ցավը կլինի, նույնիսկ երբեմն դուք կարող եք այդ համապատասխան տեսքը ունենալ պացիենտի դեմքի արտահայտությունը, սպասող ցավին, որը որ շատ սարսափելի ուժեղ ցավեր են, եւ հետեւաբար այդ պարագայում մենք կարող ենք ախտորոշումը դնել տրիգեմինալ նևրալգիայի, անամնեստիկ ինչի վրա կարևոր կլինի ուշադրություն դարձնենք, դրանք ցավի հենց այդ քրոնոլոգիան է, թե ինչպես է դրսևորվում ժամանակի հետ, իհարկե կարող են լինել ալիքաձև ինչ որ հատվածներ, ամիսներ, որ ավելի թեթևանում է, ինչ որ հատվածներ, որ ուժեղանում է, դա կարող է բնորոշ լինել տրիգեմինալ նևրալգիային, եւ պետք է հասկանալ արդյոք այն ուղեկցվում է կայուն նյարդաբանական դեֆիցիտով, որովհետեւ եթե միայն ցավ չէ այդ ճյուղերի շրջանում, գոտիներում, այլ նաեւ
օրինակ թմրածություն է, պարեստեզիաներ են, ծակծկոցներ են, այդ դեպքում մենք կարող ենք արդեն կասկածել որևէ երկրորդային լուրջ պատճառ եւ ավելի լուրջ հիմնավորված օրինակ կատարենք վիզուալիզացիա եւ այլն։ Պացիենտին զննելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք, ինչպես արդեն ասացի, թե արդյոք մենք օբյեկտիվ որևէ դեֆիցիտ ունենք, քանի որ պետք է տրիգեմինալ նյարդի այդ սենսոր մասը լավ ուսումնասիրենք, այսինքն համապատասխան ճյուղերի գոտիներում պահպանված է զգացողությունը թե ոչ, գուցե շոշափելիքն է տուժած, որևէ այլ սենսոր զգայության տիպ է տուժած, նաև պետք է ուսումնասիրել արդյոք կան ուղեկցող այլ գանգային հարակից նյարդերի վնասումներ, օրինակ դիմային նյարդի նշանների ախտարման եւ այլն, քանի որ դա կարող է բարձրացնել կտրուկ մեր կասկածը ավելի լուրջ ներգանգային process-ի, երկրորդային process-ի նկատմամբ։ Այստեղ պետք է նաև նշել, քանի որ տրիգեմինալ նևրալգիան կարող է ներառել օրինակ վերին ճյուղը, օֆթալմիկ ճյուղը, երրորդ նյարդի, այստեղ կարող է դիֆերենցման հարց ծագել նաև օրինակ կլաստերային գլխացավի հետ հայտնի միգրենատիպ տրիգեմինալ վեգետատիվ գլխացավի տեսակ, որի ժամանակ պացիենտները նշում են սարսափելի ցավեր միակողմանի ակնակապճում, հիմնականում ներսից պատռող համարվում են ամենաուժեղ ցավերի տեսակներից մեկը եւ կլաստերային գլխացավին շատ բնորոշ են ուղեկցող վեգետատիվ նշանները, արցունքահոսություն, կոպիայտուց կախվածություն, ակնաճեղքի նեղացում, համապատասխան կողմի քթանցքի փակվածություն եւ սկլերայի օրինակ կարմրացում։ Տարբեր կոմբինացիաներով դրանք հնարավոր են այդ պացիենտների շրջանում եւ պետք է նշել, որ տրիգեմինալ նևրալգիայի ժամանակ նույնպես կարող է վեգետատիվ որոշակի դրսևորումներ լինել, որոնք կարող են շփոթեցնել։ Այսինքն մենք այստեղ համապատասխան անամնեստիկ տվյալներ, ընթացք, սիմպտոմների հայտնվելու ձևը, կա կլաստերավորում թե ոչ եւ այլն։ Հոսպիտալացման ցուցում սովորաբար չի լինում, բացի այն իրավիճակներից, երբ մենք կասկածում ենք երկրորդային այլ նյարդաբանական process, օրինակ տրիգեմինալ նևրալգիան կարող է լինել սիմպտոմ ցրված սկլերոզի օջախի եւ համապատասխան հետազոտություններ իրականացնելու նպատակով կարելի է հոսպիտալացնել պացիենտին, կամ եթե իրականացվում է նյարդավիրաբուժական բուժում, երրորդ նյարդի նևրալգիայի հատկապես դասական ենթատեսակը, երբ նեյրովասկուլար կոնֆլիկտով է ուղեկցվում եւ կարիք կա դրանք իրարից անջատելու, եւ երբեմն, ինչպես գիտեք, պալիատիվ միջամտություններ են կատարվում նյարդի դեստրուկցիայով, եթե բոլոր այլ միջոցները ձախողվել են բուժական, այսինքն առաջին հերթին վարումը պացիենտի այս դեպքում կիրականացնի նյարդաբանը, սակայն այդ նշված իրավիճակներում նաև ներգրավում է նյարդավիրաբույժը։ Հետազոտությունների առումով մենք օբյեկտիվ հետազոտություններում կներառենք բնական է ռուտին արյան հետազոտություններ, որոնցով պետք է հասկանալ այլ որևէ բորբոքային փոփոխություններ, այլ փոփոխություններ, որոնք կարող են մեզ հուշել նյարդի վնասման այլ մեխանիզմի մասին, շատ կարևոր է անել նույն ցերեակտիվ սպիտակուցը բորբոքային ֆոն ժխտելու համար սովորաբար այն պետք է բացասական լինի եւ եթե կասկածներ ունենք այլ նյարդաբանական խնդիրների, նույն ցրված սկլերոզի առումով պետք է կատարել ողնուղեղային պունկցիա այն բացառելու կամ հաստատելու համար եւ համապատասխան գործիքային հետազոտություններ արդեն երկրորդային պատճառները ժխտելու համար կամ նյարդաանոթային այդ կոնտակտը կամ կոնֆլիկտը, ինչպես ասում են, նույնպես հայտնաբերելու համար մագնիսառեզոնանսային շերտագրում է անհրաժեշտ։ Երրորդ նյարդի նևրալգիայի բուժումը իր մեջ ներառում է ցավի հսկողություն ապահովող տավեր դեղերի կիրառում, հատկապես լայն կիրառում ունեն եւ առաջատար դիրքերում են
տարիներ շարունակ եւ նաեւ վերջին ուղեցույցներով միջազգային հակացնցումային կամ հակաեպիլեպտիկ դեղերը եւ ամենահայտնիները դրանց մեջ եւ ամենաարդյունավետները կարբամազեպինն է եւ օքսկարբազեպինը, որոնք տարբեր դեղաչափերով մենք կարող ենք կիրառել նաեւ այս խումբ պացիենտների շրջանում։ Այստեղ ընտրությունը կարելի է անել, քանի որ առաջին շարքի են համարվում թե կարբամազեպինը, թե օքսկարբազեպինը, ելնելով դրանց յուրահատկություններից ֆարմակոլոգիական, քանի որ գիտենք, որ կարբամազեպինը ավելի շատ լյարդի հետ է փոխազդում եւ համապատասխան էնզիմների ինդուկտոր է, իսկ օքսկարբազեպինը ավելի նախընտրելի կարող է լինել, եթե օրինակ լյարդի խնդիրներ ունի պացիենտը եւ մենք ուզում ենք օգտագործել հիմնականում երիկամային դուրսբերման ուղին, եւ երկուսի դեպքում էլ մենք կարող ենք լավ արդյունք ստանալ նույնիսկ ցածր դեղաչափերով, սակայն տիտրելը խրախուսվում է եւ դոզայի փնտրելը մինչև արդյունավետ դոզայի գտնելը կամ համապատասխան կողմնակի էֆեկտների պատճառով կանգ առնելը պետք է իրականացվի կլինիցիստի կողմից։ Նաև կարող են օգտագործվել այլ դեղեր, օրինակ բակլոֆենը, կրկին տարբեր դոզաների փնտրման եղանակով եւ լամոտրիջինը եւ պիմոզիդը, ըստ ուղեցույցների։ Պետք է ասել, որ բուժումը երկարատև է պահանջվում, երբեմն կարող է այնպես ստացվել, որ երկարատև բարձր մակարդակով, այսինքն լավ որակով ցավի հսկողություն ապահովելով որևէ դեղով նշվածներից, մենք կարողանում ենք հասնել բավականին կայուն ռեմիսիայի, նույնիսկ դեղը քչացնելով կամ նույնիսկ հանելով, բայց հիմնականում պահանջվում է այսպես կոչված պահպանողական դեղաչափով վարում որևէ մինիմալ դեղաչափով։ Եվ ինչպես ասացի, բացի դեղորայքային մեթոդներից, եթե մենք կարողանում ենք օրինակ մագնիսառեզոնանսային շերտագրմամբ հայտնաբերել նյարդի սեղմում, հպում համապատասխան կողքով անցնող հիմնականում զարկերակների կողմից, այդ դեպքում մենք դա կանվանենք դասական տրիգեմինալ նևրալգիա, ինչպես դասակարգումն է մեզ հուշում, եւ եթե վատ հսկողություն է կատարվում կոնսերվատիվ եղանակներով, չի ստացվում հասնել լավ արդյունքի, հասանելիության դեպքում մենք կարող ենք կիրառել համապատասխան նյարդավիրաբուժական մոտեցում եւ ինվազիվ մեթոդով փորձել անջատել նյարդը, հեռացնել նյարդը համապատասխան սեղմող անոթից եւ ստանալ որոշակի դրական արդյունք։ Այսքանը։